Արդեն 5-րդ տարին է, ինչ STEM ուղղվածության գիտաճամբարը մեկ հարկի տակ է համախմբում գիտությամբ հետաքրքրված 7-ից 9-րդ դասարանների աշակերտներին, օգնելով նրանց ոչ միայն խորացնել գիտելիքները, այլև ավելի վստահ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Նախաձեռնությունը հզոր միտք հասարակական կազմակերպությունը իրականացնում է Հայ օգնության ֆոնդի գործընկերությամբ։ Մեզ համար կարևոր է, որ այսօրվա երիտասարդները նաև գիտությունը դիտարկեն որպես իրենց համար առաջնային ուղղություն, կարիերայի, շեշտը դրված է դրա վրա հիմնականում։ Դրա համար գնում ենք տարբեր գիտական կենտրոններ, փորձում են երիտասարդները ծանոթանալ ինչ են անում երիտասարդ գիտնականները այս բանի լաբորատորիաներում եւ նաև հրավիրում ենք գիտնականների, ովքեր երեկոյան արդեն իրենց փորձով կիսվում են ուսանողի տանը երեխաների հետ, ճամբարականների հետ։ Բնագիտական առարկաները Արամի ամենասիրելիներն են։ Այս օրերին ճամբարում անցկացված հանդիպումներն ու այցելությունները նրան հնարավորություն են տվել ավելի մոտիկից ճանաչել մեր երկրում այդ ոլորտին, ասում է հենց այստեղ է վերջնականապես համոզվել, որ իր ապագան կապելու է ռոբոտաշինության հետ։ Մենք ունեցել ենք քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության կենտրոններ, ինժեներական քաղաք եւ այս բոլորի արդյունքում նաև հանդիպել ենք մենք գիտնականների, որոնք մեզ դրդում էին, թե որ մասնագիտությունն է պետք ընտրել ապագայի համար եւ դա ամեն ինչը դա ինձ օգնեց շատ։ Կենսաբանությունը, քիմիան եւ ֆիզիկան Գոհարի հետաքրքրությունների կենտրոնում են։ Ճամբար գալուց առաջ նա մտածում էր բժշկի մասնագիտություն ընտրելու մասին։ Այստեղ անցկացրած օրերը միայն ավելի են ամրապնդել այդ որոշումը, նա նաև նոր ընկերներ է ձեռք բերել, որոնց հետ վստահ է շփումը կշարունակվի նաև ճամբարից հետո։ Իսկ սկզբանե ես որոշել եմ, որ գնալու եմ բժշկական ուղղությամբ բժիշկ դառնալու համար եւ այս ճամբարը ոչ միայն ինձ մոտ մտափոխություն առաջացավ, այլ ես ավելի շատ իմ սերը ավելի մեծացավ դեպի այդ մասնագիտությունը եւ ես հաստատ որոշեցի, որ բժշկություն եմ ընտրելու։ Այս ճամբարը միայն գիտության մասին չէ, այստեղ երեխաները սովորում են ինքնուրույն ապրել, ձեռք են բերում նոր ընկերներ, մասնակցում կրթական ու ժամանցային խաղերի, բացահայտում ազգային երգն ու պարը։ Իսկ ճամբարի ամենամեծ ձեռքբերումը թերևս այն է, որ շատերը տուն են վերադառնում արդեն ավելի վստահ, իմանալով թե ապագայում որտեղ են իրենց տեսնում։ Քանի որ ուզում էի գնայի կենսաբանության եւ քիմիայի ուղղվածությամբ, այցելեցինք քիմիայի եւ կենսաբանության ինստիտուտ, այդտեղ տեսանք ինչով են զբաղվում եւ ավելի հետաքրքրեց ու ինձ թվում է մասնագիտության մեջ կխորանա։ Անցած տարի Աննան այս ճամբարի մասնակիցներից էր, իսկ այսօր արդեն կազմակերպչական թիմում է։ Ասում է գիտական կենտրոններ այցելությունները երեխաներին հնարավորություն են տալիս գիտությունը տեսնել ոչ թե դասագրքերում, այլ իրական միջավայրում եւ համոզվել, որ այն անընդհատ զարգացող ոլորտ է լի նոր հնարավորություններով։ Մենք հանդիպեցինք բազմաթիվ երիտասարդ գիտնականների, արդեն այցերը ավելի հետաքրքիր են, իրենք ավելի պրոֆեսիոնալ են ու կարծում եմ երեխաների համար շատ հետաքրքիր են անցնում ճամբարային օրերը։ Այս տարի կկազմակերպվի եւս մեկ STEM ճամբար, այս անգամ 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար, որպեսզի նրանք մասնագիտության ընտրության ամենակարևոր փուլում կարողանան ավելի վստահ կողմնորոշվել։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։